դուք եք ասեմ ինչի, այդ նույն հրապարակը, դեռ մենք Արցախը, հրապարակ թերթին ոչ ելույթ չեմ տալու, լուսաբանվի, լայն տարածում, չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook ունենք, մենք մեր Facebook-ը մեզ հերիք, մենք ձեր կարիքը չունենք, ուրեմն կարճ ասեմ, ձեռով մի արեք, ես չեք կարող քշեք, ես մեր հայրենիքի շմեք շում, հավաքի մի խարդվեք, հրապարակ թեր, կորիս տեղից, հանգիստ խոսեք նա, հրապարակ թեր, թե ուրեմն կոնկրետում հրապարակ չեք ուզում լուսաբանենք, ուրեմն թեքվեք, որ մյուս անգամ դրատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ մենք ձեր կարիքը չունենք, գնացեք ստեղից, Աշազուրույցը տվել եմ ես նույն լրատվականներին, կտրել եք ձեր ուզածը ռումբ ենք գցել Արայիկի վստավայի, կտրել եք ձեր ուզածը դրել, կեղտոտ լրատվականները, բոլորի մասին սաղոստը, բոլորի հրապարակ թերթ, դու ես ազգի խայտարակությունն ես, դու գործակալներ եք, հարվածունության գործակալներ եք, ես կարգի հավաքը լքեք ընդդիմության, իշխանության, լրատվականներն է բարակնում, ուզում եք ճիշտ իմանալ, խոսում եք թալանչիններից, հա, Օսիպյան Արտուրին հարցեք տալիս, ասում եք թալանչին ով է, ասում եք, ես նույն Օսիպյան Արտուրն է ձեր դեմը կայնած, ասեմ իմանա, ես հավաքի կազմակերպողը մեկն է ես եմ, թալանչին ոստե շենք ունի, ինքը թալանչի է, ոստե խանութ ունի, ինքը թալանչի է, ոստե հյուրարոց ունի, ինքը թալանչի է, ոստե գարաժներ ունի, ինքը թալանչի է, ոստե բազաներ ունի, ինքը թալանչի է, ով քաղաքաշինության նախարարության վրա իր բազաները ծախել նոր տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ինքը թալանչի է, այդ սուկաների հետևից է եկել, ասեմ իմանա։ Սամվել Բաբայանը հետ ինչ ունի Հայաստանում։ Սամվել Բաբայանը